Ջումս մի հատ կին կա, կինը տղամարդ է, չգիտեմ, միշտ գրում է, անունը չեմ էլ տալիս, բայց տեսել եք, ամեն պոստի վրա լիքը կոմենտ է թողում, ինչ է գրում, բան չեմ հասկանում, ես արդեն շուտվանից չեմ նայում, պրոստը տենում եմ ինքնա, բայց բիզաբիդն է, ոչ մի վատ բան չի գնում, չի անպատվում, չի կռվում, ոչ մեկի նեղություն չի տալիս, ինքը իրան խոսում է, ինչ է խոսում, չգիտեմ։ Գրել էր ինձ առանձին նամակով, թե բա Էրնա ասում է, ես շատերին եմ դիմել ու ոչ մեկ մեզ չի հասկացել, բայց քո հոլովակներով ես տեսել եմ, որ դու մեզ կհասկանաս, դու այն մարդն ես, որը մեզ կհասկանաս։ Մեր մոտ կինը մահացել, մենք ապրում ենք Բաքվում, այդ կինը մահացել է, հիմա դագաղը մնացել է, ոյ Աստված ջան, ասում է, հիմա այդ դագաղը ուզում ենք բերենք Հայաստան, մեզ օգնի դագաղը բերենք Հայաստան։ Չգիտեմ, ինչքան գիշկա ինձ է հանդիպում, ասում է դագաղը օգնի բերենք Հայաստան։ Ասում եսօր ձեր դագաղը Բաքվի, ուր, ինչ կապ ունեմ ես, ասում է արի, Աստված իմ, ասում է արի Բաքու, ասում է պրոբլեմ չես ունենա, արի Բաքու, մենք քեզ կդիմավորենք, պետությունը ամեն ինչ կանի, քեզ կօգնի, դու արի այդ դագաղը տանենք միասին Հայաստան։ Էլա, քեզ եմ ասում, լավ, այդ լուրջ իրա գրածը դու լուրջ ես, հա, ընդունել, որ ասում է, միտեղ գրել էր, եթե Էլան ինձ չնշեր, ես չէի իմանա, ասում է, Էրնայի հետ պետքա հանդիպեինք Բաքվում, այդ կինն է գրել, թե տղամարդը, ասում է, Էրնայի հետ պետքա հանդիպեինք Բաքվում, բայց չեկավ, չստացվեց, ես ինչ, պետքա իբր թե իմ հետ հանդիպեր, ես պետքա իբր թե գնայի Բաքու, որ իրանց դագաղը, Աստված ջան, սմեխի գրեխ, ասում է, որ Էրնան գար, պետքա հանդիպեինք Էրնայի հետ Բաքվում, որ Էրնան գար, այդ դագաղը տանեինք Հայաստան։ Հետն էլ ասում է, հա, պատերազմից աչոտ ունեմ, այդ պատերազմի աչոտը պետքա տամ Նիկոլին, մեկ էլ Ալիևայի հետ պետքա հանդիպի, իբր թե իմ հետ պետքա հանդիպի, պատերազմի աչոտ տա, որ ես տամ Նիկոլին, Ալիևի աղջկա հետ էլ պետքա հանդիպի Բաքվում, աչոտը տա իրան, որ տա հորը, Զախարովայի հետ էլ պետքա հանդիպի, աչոտը տա Պուտինին, էլա, լավ, այս կինը պարզա, պրոբլեմներ ունի, պարզա, պրոստը բիզաբիդն է, ես իրան ձեռ չեմ տալի, հիմա խոսում է, լավ, բայց լավ, բա դու ոնց ես ախր գրել, Էլա ջան, դու այսքան ժամանակ, դու ոնց ես իրան գրել, ասում ես, չեմ հասկանում, գոնե ասեիր կատակ ես անում, գոնե ասա կատակ ես անում։ Են վհուկ Մագդան էլ գրել է, Էրնան մի ամիս առաջ գնացել է Բաքու, նկարվել է այնտեղ, ես ուղակի տեղ չունեմ դնելու, թե չէ ես այդ նկարը կդնեի այստեղ։ Ասում է Նիկոլի խմբի հետ գնացել է, իրար հետ նկարվել են։ Չքան գիժ կա, որտեղից եք դուք հայտնում, ու այս գիժ վհուկը Քոչարյանին ա ուզում ձայն տա։ Լավ, դուք այդ հիվանդներին ոնց եք հավատում, ժողովուրդ, այդ հիվանդները մեզ տանում են կործանման։ Այ Աստված։